Ֆուտբոլասեր բարեկամներ խաղային երեկոն, խաղային շաբաթը մոտենում է ավարտին ու վերջին հանդիպումն ենք միասին դիտելու, որտեղ կմեկտարկի Winter Cup-ի Villarreal ընդդեմ Լեռնային Արցախի կիսա եզրափակիչի դիմակայության առաջին հանդիպումը։ Շատ, իսկապես շատ հետաքրքիր հանդիպում է լինելու այս 50 րոպեներում, ոչ միայն այսօր, նաև դիմակայության պատասխան խաղում իսկապես կողմերից մեկը լքելու է մրցաշարը կիսա եզրափակիչում, իսկ մյուսը շարժվելու է դեպի եզրափակիչ, որտեղ Ատլետիկո Երևանը արդեն սպասում է իր մրցակցին կասուլիչը մեկտարկած է հանդիպումը, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին ու սկսենք։ Լեռնային Արցախից Էրիկ Խաչատրյանը պաշտպանում է դարպասը համար 1, Մարատ Կարապետյան համար 2, Արտուր Աբրահամյան համար 3, Ալեն Սարգսյան համար 5, Հարություն Մանգասարյան համար 8, Կամո Մանգասարյան համար 9, Արսեն Սարգսյան համար 10 նա թիմի ավագն է, Վալերի Բաբայան համար 11, Կարեն Շագելյան համար 21, Միքայել Արաքելյան համար 22, Տիգրան Համբարձումյան համար 23, Արամ Կոստանցյան համար 77 եւ Նարեկ Դանելյան համար 90, Villarreal դարպասը պաշտպանում է Հարություն Մելքոնյանը համար 1, Հակոբ Համբարձումյան համար 2, Արեֆ Ասատպուր համար 4, Լևոն Ստեփանյան համար 5, ով նաև թիմի ավագն է Villarreal-ի, Արմեն Ավակյան համար 6, Արեգ Ազատյան համար 7, Վլադիմիր Ուլուխանյան համար 8, Գևորգ Հովհաննիսյան համար 11, Կարո Մանուկյան համար 9 եւ Վիգեն Բեգոյան համար 77։ Իսկապես այս դիմակայությանը շատ ենք սպասել, այս հանդիպմանը շատ ենք սպասել, միասին վայելելու ու տեսնենք թիմերից ով է լքում մրցաշարը կիսա եզրափակիչում, իսկ որ ակումբն է շարժվում դեպի եզրափակիչ, որտեղ կրկնում եմ Երևանի Ատլետիկոն արդեն սպասում է իր մրցակցին, Ատլետիկոն 4-3 ընդհանուր դիմակայությունում կիսա եզրափակիչում հաղթեց Վերդերին ու արդեն սպասում է կամ Villarreal-ին, կամ Լեռնային Արցախին միմյանց միջև պարզելու եզրափակիչում այս ամիսների պայքարից հետո ուժեղագույններից ուժեղագույն ակումբին։ Հիմա անկյունային է նշանակել մրցավարը Villarreal-ի դարպասի ուղղությամբ, այո, ստանդարտ, որը տեսնենք ինչ է տալու Լեռնային Արցախին, այս խաղում իսկապես ստանդարտները մեծ նշանակություն են ունենալու։ Երկու թիմերն է շատ հաջող են իրականացնում ստանդարտները եւ տեսնենք կա փոխանցումը վտանգավոր է ու այստեղ հասցրեց Ուլուխանյանը հեռացնել գնդակը ինչ էր կատարվում, այո հարված ստացվել էր արդեն, բայց Ուլուխանյանը կարողացավ դարպասից գրեթե հանել գնդակը, այստեղ կա խաղի կանոնների խախտում, Հակոբ Համբարձումյանի դեմ պայքարում ու գնդակը կլինի Villarreal-ին, այո իսկապես շատ ակտիվ մեկտարկ են տվել թիմերը այս հանդիպանը, իհարկե մենք այս հանդիպումը կվայելենք, բայց կրկնակի, եռակի, տասնակի անգամ ավելի հետաքրքիր է լինելու բնականաբար այս դիմակայության պատասխան հանդիպումը հաջորդ իսկ շաբաթ Կարո Մանուկյան, այստեղ երկրորդ հարգում լավ գործեց ու հեռացեց գնդակը Լեռնային Արցախի կազմում Տիգրան Համբարձումյանը, Սարգսյան կրունկով լավն էր փոխանցումը դեպի Վալերի Բաբայանը Ստեփանյանն է միջամտում պայքարին, Բաբայան կա փոխանցումը Մանգասարյան լավ չընդունեց գնդակը, բայց կարողացավ այն ուղարկել դեպի աջ վտանգավոր հարված կարող էր ստացվել այստեղ, բայց շեղությամբ ստացվեց Հարություն Մանգասարյանի կատարած հարված, այո ինչ մեկտարկ է իսկապես, իհարկե եղանակը մի փոքր անբարենպաստ է Հորդանան Տանձև է տեղում Ուրարտու մարզադաշտում եւ դա միայն ու միայն խանգարելու է ֆուտբոլիստերին, բայց իհարկե հանդիպումը այնպիսի լարվածությամբ, այնպիսի հետաքրքրությամբ է հասնելու, որ մենք կարծում եմ այդ հանգամանքին ուշադրություն չենք էլ դարձնի Արմեն Ավակյան Բեգոյանին թողեց գնդակը, Բեգոյանն էլ դեպի Ազատյանն է ուղարկում Ազատյանն իսկ այստեղ մի փոքր չհասկացան Villarreal-ի ֆուտբոլիստները միմյանց ու արդյունքում գնդակը կորցրեց Լեռնային Արցախը ներողություն Villarreal-ը հարված կլինի Լեռնային Արցախի դարպասից Էրիկ Խաչատրյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Մանգասարյան դեպի ձախ, բայց այստեղ չկար արդյոք խաղի կանոնների խախտում, ոչ մրցավարը ոչինչ չի տեսի, Ավակյանն է գնդակով, բայց հիմա դադարեցեց մրցավարը հանդիպումը, հասկանանք ինչ պատահեց Մանգասարյանին ամեն դեպքում հպում եղավ Ուլուխանյանի կողմից, բայց ոչ խաղի կանոնների խախտում, իհարկե շատ հստակ մրցավարը ցույց տվեց այդ ամենը ու հիմա արդեն ամեն ինչ կարդին է Մանգասարյանի հետ Villarreal-ը սկսում է խորքից Ազատյան դեպի Մանուկյանը, բայց այստեղ Աբրահամյանը սա անկման գնով կարողացավ վերացնել գնդակը, իսկ սա ինչ էր հերվից հարվածի փորձ տեսել էի որ Մելքոնյանը դուրս եկել դարպասից ու հեռար հարված եղավ, բայց
Շատ բարձր ընթացավ գնդակ, այո թիմերը շատ լավ ճանապարհ են անցել իսկապես միջև կիսա եզրափակի չհասնելը, երկուսն էլ շատ բարդ ամիսներ են ունեցել, նախ կարողացան Վիլյարեալի ֆուտբոլիստները B խմբում զբաղեցնել երկրորդ հորիզոնական ու հաղթարել խմբային փուլը, Լեռնային Արցախն A խմբում առաջին հորիզոնականով դուրս եկավ փլեյոֆ, Արցախը 1-8-ում դուրս թողեց պայքարից Մոնակոին, հետո 1-4-ում ավելի ուժեղ գտնվեց թերխաղային հարվածաշերով Բորուսիա Մյունխենգլադբախից, Վիլյարեալն էլ 1-8-րդ եզրափակիչում հաղթեց Մոնցային, հետո էլ 1-4-ում Ինչ էին այստեղ պահանջում, կանոնների խախտում կարծես, բայց մրցավարը ոչինչ չէր տեսելու Հիմա էլ արդեն Մանգասարյանը մաքուր գործեց, այո եզրային նետում իրականացնի Վիլյարեալը Հետո էլ արդեն 1-4-ում Վիլյարեալը կարողացավ պայքարից դուրս թողնել Ատալանտային Բեգոյան կրունկով Փորձեց ավելացնել գնդակի ընթացքը Կոստանդյանը դա թույլ չտվեց Մանգասարյան դեպի Բաբայանն է ուղարկում գնդակը Բաբայանն էլ դեպի կենտրոն բայց Ուլուխանյանը այստեղ լավ գործեց ու ուղարկեց գնդակը Ազատյանին դրոում է հիմա Վիլյարեալը կա Բեգոյանի տարբերակը բայց Ազատյանը մի փոքր ուշ տկատեց շնայած ուղարկեց Ավակյանին այո Ավակյանին պետք է վերահասկեն այսօր ամեն գնով Լեռնային Արցախի ֆուտբոլիստները այո Վիլյարեալի այսպես ասած խաղ կառուցող ֆուտբոլիստին պետք է կարողանան վերահասկել իհարկե դե ոչ միայն Ավակյանի մասին իհարկե Կարո Մանուկյանը հարցակման առաջատարը Վիլյարեալի ամեն հարմար առիթի սպասում են մրցակիցների դարպասը գրավելու ու կարծում եմ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները այդ ամենից քաշ տեղյակ են Կոստանդյան լավն էր փոխանցումը վտանգավոր է Բաբայան դեպի կենտրոն ու Մանգասարյանի ոտքին չնստեց այստեղ գնդակը չնայած Բաբայանը ինքը կարող էր այս դրվագը եզրափակել Իսկ հիմա անկյունային հարված, այո անկյունային է նշանակում մրցավարը Վիլյարեալի դարպասի ուղղությամբ այո Լեռնային Արցախը լավ հնարավորություն ուներ, բայց չստացվեց դարպասը գրավել նախորդ դրվագում Իսկ հիմա անկյունայինը տեսնենք ինչ է տալու Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին Բարձից փոխանցումը կա ու այստեղ Մելքոնյանը հեռացեց գնդակը Ավակյանն էլ դեպի Մանուկյանը ինչ իրավիճակ է Կարո Մանուկյան բացել է պետք դիմակայության հաշիվը Մանուկյանը հենց նմանատիպ առիթների է սպասում 1-0 Վիլյարեալը դիմակայությունում առաջինն է ասում հաջողության Կարո Մանուկյան 1-0 բացում է Վիլյարեալը հանդիպան հաշիվը, այո այն երկու ֆուտբոլիստները ովքեր շատ արագ են Վիլյարեալի կազմում խաղ կառուցում Արմեն Ավակյանի փոխանցում ու Կարո Մանուկյանի դարպասի գրավումը դուրս եկավ դարպասապահերի Խաչատրյանը Մանուկյանին խանգարելու, բայց եթե Խաչատրյանը խախտեր խաղի կանոնները առանց երկու կարծիքի կհեռացվեր խաղադաշտից, քանի որ դա վերջին հույսի խախտում կլիներ Մանուկյանը շրջանցեց դարպասապահին ու այսպես բացեց հանդիպան հաշիվը հիմա Անմիջապես անկյունային է վաստակել Վիլյարեալը ու տեսնենք անկյունայինը ինչի են վերածելու Վիլյարեալի ֆուտբոլիստները Ավակյան փոխանցումը կա հեռացված է գնդակը Համբարձումյանի կողմից արդեն եզից կնետի Վիլյարեալը Ավակյան Ազատյանի հետ է խաղարկում գնդակը Հարգվեց փոխանցման ճանապարհը երկրորդը նույնպես բայց ամեն դեպքում Վիլյարեալն է նետելու եզրից Համբարձումյանի ուղղությամբ ուղարկեց գնդակը Ազատյանը Վիգեն Բեգոյան վտանգավոր է Բեգոյան ցածից փոխանցում ու եւս մեկ անկյունային արդեն հակառակ եզրից իրականացնի Վիլյարեալը Այո այսօր երկու թիմերի կազմում էլ կան կորուստներ Վիլյարեալի կազմում հիմնական թիմի ավակ Գագիկ Սարդարյանը ներկա չէ այս հանդիպանը Լեռնային Արցախի կազմում էլ Մելքոնյանն է Ռոնալդ Մելքոնյանն է որակազրկված ու այս հանդիպանը չի կարող օգնել Լեռնային Արցախին հիմա հակագրոյի փորձ կարող էին կազմակերպել Սարգսյան լավն էր մտահղացումը, բայց փոխանցումը այլ ուղղությամբ ընթացավ, քան Մանգասարյանն էր տեղակայված ու գնդակը կլինի Վիլյարեալինը Հարություն Մելքոնյանը կսկսի դարպասից
Խորքից փոխանցում ենք տեսնում դեպի Ավակյանը։ Բայց այո, Ավակյանը պայծ գնդակ էր աշտի սահմաններում։ Փոխանցումն էլ հրաշալի է դեպի ցախ, բայց Ազատյանը այստեղ լավ չընդունեց գնդակը օթից Մանգասարյան շատ լավ անցում էր դեպի Բաբայանը, Բաբայան վտանգավոր գրոհի է նույնպես Լեռնային Արցախ հասնում, իսկ սա արդեն խաղի կանոնների խախտում էր, բայց նախորդ դրվագում է մրցավարը նշանակել խաղի կանոնների խախտում, այո։ Հիմա հասկանանք ինչ է պատահել Վալերի Բաբայանին իսկապես շատ այսպես ասած բարդ բախում տեղի ունեցավ առանց այն էլ խոտածած կթաց է ու դա միանշանակ կրկնում խոչընդոտ է հանդիսանում ֆուտբոլիստերի համար Եվ ստանդարտ է իրականացնելու Լեռնային Արցախը գնդակի մոտ է Արսեն Սարգսյանը ու տեսնենք այս փորձը ինչ կտա Լեռնային Արցախին նրանք այս պահին մեկ գնդակի տարբերությամբ զիջում են Վիլյարեալին Կարո Մանուկյանի խփած գոլի շնորհիվ բայց միջև այդ հասկանանք հիմա էլ ինչ պատահեց Հակոբ Համբարձումյանի խոտածած կին է հայտվել Համբարձումյանը Կանգնեց Համբարձումյանը ոտքի, բայց փոխարինվեց ամեն դեպքում այս րոպեներին չկարողացավ, այս պահին չկարողացավ շարունակել հանդիպումը եւ նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Արեֆ Ասատպուրը, բայց ստանդարտը տեսնենք ինչ կտա Լեռնային Արցախին, Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ, կամ մրցավարի սուլիչը Սարգսյանը մոտենում է գնդակին, հարվածում, բայց Ավակյանը ով միայնակ պատեր կազմել իր վրա ընդունել Սարգսյանի գուցե փոխանցումը, սա փոխանցման փորձերը ավելի շուտ, իսկ հիմա Մանգասարյանը ավելացեց գնդակի ընթացք ու այստեղ չդիպավ, այո, գնդակին Հարություն Մելքոնյանը միջև այդ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու հարված է լինելու Վիլյարեալի դարպասից Ուխանյան Դեպի Կարո Մանուկյանը, Մանուկյանն էլ ինչ փոխանցում, ինչ լավ փոխանցում էր մտածել, բայց Արեֆը մի փոքր դանդաղեց ու չհասավ այս գնդակին Էդի Խաչատրյան, ուղարկում է գնդակը Աչ Եզր Գլորում են գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Բաբայան դեպի Մանգասարյան ուղարկեց գնդակը Մանգասարյանն էլ դեպի ձախ Կոստանդյանն է այստեղ Շատ լավն էր փոխանցումը Կոստանդյանի կատարած Մանգասարյան դեպի Բաբայանը վտանգավոր իրավիճակ է թողեց Բաբայանն էլ գնդակը Հարություն Մանգասարյանին, բայց Մանգասարյանի հարվածից հետո գնդակը չհայտնվեց այս իրավիճակում դարպասում փոխարենը եզից է նետելու Լեռնային Արցախը Լավն է, խաղարկում այստեղ ցածից փոխանցում Սարգսյան կրունկով վտանգավոր է հարվածուհի մել դարպասացողն է օգտում Վիլյարեալին իսկ այստեղ կիսաշրջադարձ հարված կատարեց Բաբայանը, բայց Բեգոյանը խոչընդոտ հանդիսացավ այստեղ Բաբայանի համար, այո, թույլ չտվեց այսպես լավ որսագնդակ ընթացքից Բաբայան ու հարված կատարի Եվ Հարություն Մելքոնյանը կսկսի դարպասից Հորքից եվս մեկ փոխանցում դեպի Կարո Մանուկյանի ուղղությամբ Մանուկյան ուղարկեց գնդակը Արեֆին, բայց այստեղ Բաբայանը լավ գործեց Արսեն Սարգսյանն է գնդակով Սարգսյան շատ լավ գործեց, շատ լավ էլ փոխանցեց Մանգասարյանն ու նորից է դարպասացողին դիպչում գնդակը երկրորդ դրվագում անընդպես Լեռնային Արցախի բախտը չի ժպտում մեղմ ասած ու երկու դրվագում էլ դարպասացողն է գալիս Վիլյարեալին օգնությամբ, բայց ինչ փոխանցում ստացավ Մանգասարյանը Արսեն Սարգսյանից, այո, ամեն ինչ հաշվի նկատ ու ճիշտ բան կատարեց Արսեն Սարգսյանը, բայց Մանգասարյանի հարվածը այստեղ չստացվեց դիպուկ չստացվեց, ոչ թե չստացվեց, այո, կրկնում դարպասացողը եկավ օգնության Արամ Կոստանդյան
Բայց հիմա արդեն թույլ ստացվեց մի փոքր փոխանցում ու կարողացավ Ստեփանյանը գնդակ ուղարկել Կարո Մանուկյանին, Մանուկյանն էլ բարձից դեպի Ավագյանը, բայց Աբրահամյանը սահանքման գնով փակեց գնդակի ճանապարհը, եւս մեկ փոխանցում Ավագյանից ու Էրիկ Խաչատրյանն է վերցնում գնդակը նետելով Կամո Մանգասարյանի ուղղությամբ օթային պայքար ու Ստեփանյանը այստեղ կարողացավ հեռացնել գնդակը եզիս կնետել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Բաբայան դեպի Մանգասարյանը ուղարկեց գնդակը բայց այստեղ Ազատյանը լավ գործեց հետո էլ արդեն այո Մանգասարյանը խախտեց խաղի կանոնները եւ Ազատյանը խաղարկի ստանդարտը խաղարկում է դարպասապահարություն Մելքոնյանի հետ կրկին Ազատյան դեպի Արմեն Ավագյան ուղարկեց գնդակը Ազատյանը Ավագյանը այստեղ արդեն Բաբայանը կանգնեց Ավագյանի փոխանցման ճանապարհին եզից բայց ամեն դեպքում Վիլյարեալն է նետելու կատարված է եզրային նետում Արեֆ Ասատպուրն է գնդակով ուղարկեց Ավագյանին ստացավ պատասխան փոխանցում նրանից կրկին Ավագյանի հետ է խաղարկում ինչ փոխանցում է կատարում Ավագյանը Ազատյանին վտանգավոր իրավիճակ է Ազատյանն ու Արտուր Աբրահամյանն է հիմա էլ Ազատյանի հարվածի ճանապարհը փակում այո տեսեք մեկ փոխանցում Ավագյանից ու արդեն Ազատյանը հարվածային գոտում էր հայտնվել հիմա անկյունային է իրականացնելու Վիլյարեալը ու տեսնենք անկյունային ինչ կտա Վիլյարեալին բարձից փոխանցում, բայց այստեղ Կոստանդյանն առաջինն է չնայած գնդակը վերադառնում է կրկին Ազատյանին, բայց Մանգասարյանը հեռացեց գնդակը Ավագյան, խաղարկում է Արեֆի հետ գնդակը ու դեպի աճ ուղարկեց արդեն Արեֆն էլ գնդակ, այստեղ Ստեփանյանն է Առայժմ գնդակով է Ստեփանյանը, դեպի հետ Արեֆ դեպի Ավագյանը, տեսեք ինչ գրագետ է վարվում իսկապես գնդակի հետ, բայց այստեղ Ազատյանը մի կերպ հասավ այս գնդակին ու արդյունքում Լեռնային Արցախն է հասնում գրոյի, Մանգասարյան եւ այո, գնդակը կլինի Լեռնային Արցախին է Եզրային նետում իրականացված է Արտուր Աբրահամյան եւ հետ փոխանցում կատարեց Էրիկ Խաչատրյանին Կոստանդյան Խորքից փոխանցում ու այստեղ Ստեփանյանն առաջինն է արձագանքում գնդակին Ուլուխանյան ստացվեց ուղարկել գնդակը Ավագյանին Ավագյանն էլ երմից նկատեց որ Խաչատրյանը դարպասում չէ ու փորձեց կախել գնդակը նրա վրայով բայց բավական բարձր ստացվեց Ավագյանի այս փորձը Կոստանդյան Բաբայանն է ուղարկում գնդակը Իսկ Բաբայանի փոխանցումը Ուլուխանյանը փակեց այլապես, եթե հասեր Բաբայանի փոխանցումը Մանգասարյանին, ապա կարող էր միայնակ մնալ Հարություն Մելքոնյանի հետ Մանգասարյանը։ Ավագյան, թողեց գնդակը Ազատյանին, կրկին Ավագյան, նորից Ազատյան։ Հետ փոխանցում կատարեց Ազատյանին Արեֆ ու արդեն դեպի Ստեփանյանն է ուղարկում Արեֆը գնդակը կրկին Արեֆ խաղարկում է Վիլյարեալը առայժմ գնդակը Ավագյան հետ ուղարկեց գնդակը Ավագյանը Ազատյանին առայժմ հանգիստ Վիլյարեալը խաղարկում է Տուգանային հրապարակի մատույցներում մի կիսադաշտում ավելի ճիշտ կլինի ասել գնդակը Ավագյան բայց այստեղ չհասավ գնդակը Մանուկյանին ահա եւ նորից վերադարձավ գնդակը Ավագյանին Ազատյանի հետ է խաղարկում Ավագյանը կրկին գնդակը բայց Աբրահամյանը թիկունքից լավ աշխատեց նայած շատ հեռու թողեց գնդակը ու արդեն Արեֆը հեռացեց այն հարված կլինի Էրիկ Խաչատրյանի պաշտպանած դարպասից Կոստանդյան Հետ փոխանցում կատարեց այստեղ Կոստանդյանը ու աչեզով են գրոհում հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Աբրահամյան կտրող փոխանցում բայց այստեղ Մելքոնյանը Ստեփանյանին հուշեց որպեսզի չդիպչի գնդակին ու այո շատ ճիշտ վարվեցին
Այս իրավիճակում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները արդյունքում հարված նշանակեցեց Մելքոնյանի դարպասից Վիգեն Բեգոյան, չանցավ Բեգոյանի այս փոխանցումը եւ Մանգասարյանը պահեց այո գնդակը եւ այստեղ արդեն Բեգոյանը խախտեց այո խաղի կանոնները Մանգասարյանի դեմ պայքարում։ Ու գնդակը կլինի Լեռնային Արցախինը Սարգսյանն է գնդակի մոտ։ Սարգսյան գլորեց գնդակը Աբրահամյանի ուղղությամբ։ Աբրահամյան սա հերվից արվածի փորձեց, բայց Արմեն Ավագյանի վրա ընդունեց գնդակ Երիկ Խաչատրյան։ Խորքից եւս մեկ փոխանցում այստեղ էլ Բեգոյանն է առաջինը, բայց շտատվեց փոխանցում կատարել, ամեն դեպքում հեռացման փորձ էր Կոստանդյան։ Եվ այստեղ կորցրեց գնդակը Լեռնային Արցախը։ Ու Մելքոնյանը ուժեղ փոխանցում է կատարում Կարո Մանուկյանին, ով շատ հաջող ընդունեց գնդակը, բայց արդեն հարված կատարել չստացվեց Մանուկյանի մոտ, փոխարենը Ակյունային ամեն դեպքում Վիլյարեալը վաստակեց այս իրավիճակում, այո Տիգրան Համբարձումյանը ամեն դեպքում խանգարեց այստեղ Մանուկյանին։ Խաղարկում է Վիլյարեալը գնդակը Ասացյանն է ձախ թևում, հետ ուղարկեց Վիգեն Բեգոյանին, Բեգոյանն էլ հարվածի փորձ կատարեց, բայց Մանգասարյանը փակեց գնդակի ճանապարհը եւ Արեֆը շատ գրագետ այստեղ վարվեց Ստեփանյան, Ավակյան Ավակյանի մեծ դարպասածողն է օգնում, բայց արդեն Լեռնային Արցախին, ինչ է կատարվում Լեռնային Արցախի տուգանայինի մատույցներում ամեն ինչ կարգին է Մանգասարյան դեպի Արսեն Սարգսյաններ ուղղված այս փոխանցումը, բայց Մելքոնյանը դուրս գալով դարպասից տիրեց գնդակին ու տեսեք շատ հաջող նետում իրականացեց դեպի Կարո Մանուկյանը, բայց Բաբայանն է այստեղ միջամտում Մանուկյանի հետ պայքարին, ամեն դեպքում Մանուկյանը պահեց գնդակի մոտ, Ստեփանյան շատ լավն էր փոխանցումը դեպի ձախ եզրու այստեղ էլ հեռացնում է գնդակը Ստեփանյանի փոխանցումից հետո Մանգասարյանը ես իսկ նետի Վիլյարեալը Բեգոյան թողեց Ավակյանին, ստացավ պատասխան փոխանցումը նրանից, բայց այստեղ Մանուկյանի հետ չհասկացան միմյանց ու արդյունքում Երիկ Խաչատրյանը սկսում է դարպասից ուղարկելով գնդակը Արամ Կոստանդյանի ուղղությամբ, ով առաջանում է առայժմ Կոստանդյան դեպի Սարգսյանն էր ուղղված այս փոխանցումը, բայց խաղի կանոնների խախտում այստեղ չկար, այո մաքուր գործեց Վիլյարեալի ֆուտբոլիստ այս իրավիճակում, Արև հետ է ուղարկում գնդակը Մելքոնյանին, իսկ Մելքոնյանը տեսեք մեկ հպում ու արդեն փոխանցում է կատարում, բայց այստեղ հարված է լինելու Լեռնային Արցախի դարպասից, այո ուժեղ ստացվեց ամեն դեպքում Մելքոնյանի փոխանցում ու Երիկ Խաչատրյանը կսկսի դարպասից։ Կոստանդյան շատ լավ փոխանցում ստացվեց դեպի Բաբայանը, Բաբայան, բայց շեղությամբ ստացվեց Բաբայանի այս հարվածի փորձը։ Ու այո, եզրից են ներդելու Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Եզրային նետում իրականացված է այն ինչ հաջող, եզրային նետում Ավակյան ու չնկատեց Բեգոյանին, եթե նկատեց ապա ուշեր արդեն փոխանցում կատարելու համար չստացվեց Ավակյանի մոտ այս փոխանցումը, նա իդեպ շատ հաջող է կատարում գոլային փոխանցումները, պարզապես կարծում եմ մի փոքր ուշ նկատեց Բեգոյանի դրոյի միացումը Համբարձումյան, այս փոխանցումը խախտեց, այո, Ստեփանյանը խախտեց այստեղ խաղի կանոնները, փոխանցումը մի փոքր անհաջող է եղել, բայց խաղի կանոնների խախտում հետո իրականացեց Վիլյարեալի ֆուտբոլիստը։ Ու ստանդարտ իրականացի Լեռնային Արցախը կրկին թիմի հավաք Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ, տեսնենք այս փորձը ինչ կտա Լեռնային Արցախին կամ Մորսավարի Սուլիչը Սարգսյանը մոտենում է հարվածում, բայց այստեղ մի փոքր շեղությամբ ստացվեց Սարգսյանի հարված, այո փորձը ցերավոր անկնը
պատտեսնել գնդակու արդյունքում գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս Մելքոնյան երկար փոխանցում առաջ դեպի Վիգեն Բեգոյանը, բայց չընդունեց Բեգոյանը այստեղ գնդակը Եվ ես իստետում է Արամ Կոստանդյանը Աբրահամյանի ուղղությամբ կրկին Կոստանդյան Նորից Աբրահամյանին է ուղարկում գնդակու շարժվում են առաջ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները փորձելով գոնե առաջի խաղակեսում իհարկե հաշվի հավասարությունը վերականգնել դա պետք է լինի Լեռնային Արցախի համար մեկ խնդիր այս խաղում այս պայդրությամբ Սարգսյան բայց գնդակը Սարգսյանը դաշտի սահմաններում ուղարկեց դեպի կենտրոն բայց այստեղ հեռացեցին գնդակը Վիլյարեալի ֆուտբոլիստները իսկ ինչ այստեղ Սարգսյանը հասավ նորից գնդակին ու պայեց այն բարձից դեպի Տուկանային հրապարակու խնդրեմ հաշիվը հավասար է 1-1 Կամո Մանգասարյանը գրավում է Վիլյարեալի դարպասը եւ հավասարեցնում այս դիմակայության հաշիվը Կամո Մանգասարյան գոլ Հարություն Մանգասարյան գոլային փոխանցում այսպիսի իրավիճակ ստացվեց ու հանդիպան հաշիվը խաղակեսի վերջամասում հավասար է այո մինչև մտպիչման գնալը Լեռնային Արցախի մոտ ստացվեց հաշվի հավասարությունը վերականգնել այո ամեն ինչ սկսեց բայց Արսեն Սարգսյանը կատարած փոխանցումից ով Հերուն ուղարկեց գնդակը որից հետո էլ արդեն Մանգասարյանի փոխանցումից հետո Կամո Մանգասարյանը գրավեց Վիլյարեալի դարպաս ու հանդիպան հաշիվը դարձրեց 1-1 այո շատ կարևոր գնդակ է հեղինակում Լեռնային Արցախը ու տեսնենք այս անկյունայինը ինչ է տալու արդեն Վիլյարեալին ազատյանն է գնդակի մոտ սա կարող է լինել նաև վերջին դրվագը խաղակեսի բարձից փոխանցում բայց հերուն գնաց գնդակը եւ այդպես էլ եղավ այո սուլեց մրցավարը 1-1 թիմերը գնում են ընդմիջման մի փոքր հանգստանանք որից հետո կվերադառնանք Ֆուտբոլասեր բարեկամներ մեկնարկում է Վիլյարեալ Լեռնային Արցախ կիսաեզրափակիչ հանդիպան երկրորդ խաղակեսը Վինտեր քափի շրջանակներում ու արդեն առաջի կեսից հետո թիմերը գնացին ընդմիջման 1-1 հաշվի պայմաններում եկեք արագորեն ծանոթանանք եւս մեկ անգամ մրցող թիմերի հայտարարությունների հետ որից հետո արդեն կառադառնանք Հանդիպանը սկսենք կրկին Լեռնային Արցախից Էրիկ Խաչատյանը պաշտպանում է դարպասը համար 1 Մարատ Կարապետյան համար 2 Արտուր Աբրահամյան համար 3 Ալեն Սարգսյան համար 5 Հարություն Մանգասարյանը համար 8 Կամո Մանգասարյանը համար 9 Կարո Մանուկյան ինչ հնարավորություն էր այստեղ ու անկյունային ամեն դեպքում վաստակեց Վիլյարեալ այս իրավիճակում բայց հիմա ինչ են պահանջում Վիլյարեալի ֆուտբոլիստները կարծես 11 մետրանոց հարվածի համար են վիճում մրցավարի հետ հասկանանք հիմա նախ ինչ է պատել Մանուկյանին որից հետո արդեն մրցավարը կարծում եմ դրվագը կուսումնասիրի Գիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց հարված Լեռնային Արցախի դարպասի ուղղությամբ այո խաղակեսի անմիջապես մեկ տարկում վաստակում է հնարավորություն Վիլյարեալը հանդիպան հաշվի մեջ կրկին առաջ անցնելու ու տեսնենք արդեն 11 մետրանոց նշակետից ինչպես կհարվածի Արմեն Ավագյանը թե ամեն դեպքում դարպասապա Էրիկ Խաչատրյանը կարողանա Ավագյանի հարվածը ետ մղել երկուսն էլ շատ լավ են կատարում իրենց գործը Խաչատրյանն էլ սեր ունի ետ մղելու 11 մետրանոցները Ավագյան բայց անկասելի է հարվածը 2-1 Վիլյարեալը նորից առջևում է դիմակայությունում Ավագյանը իսկապես դիպուկ հարված է 11 մետրանոցից ու նորից երկրորդ անգամ այս խաղում Վիլյարեալը հաղթողի կարգավիճակում է բնականաբար Լեռնային Արցախն էլ պարտվողի կարգավիճակում Աբրահամյան խորքից ուղարկեց գնդակը Տուգանայինի մատույցներ եւս մեկ փոխանցում բայց այստեղ Մարատ Կարապետյանին գնդակը չհասավ Բեգոյանն է միջամտում այստեղ էլ պայքարին ու վաստակում եզրային ներման հնարավորություն Վիլյարեալի համար այո Ավագյան դեպի Ազատյանը, բայց
դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու ես կնետեն Լեռնային Արցախի ֆուտբոլիստները կատարված է եզրային նետումը Աբրահամյան մեկ խփումով ուղարկեց գնդակը Սարգսյանին, Սարգսյանն էլ դեպի Կոստանդյանը վտանգավոր իրավիճակ է Կոստանդյանը փոխանցեց, բայց Ուլուխանյանը կանգնեց գնդակի ճանապարհին եւ ասպեկ փոխանցում ու ատեսը Կազատյանը ինչպես պայքարեց Կարո Մանուկյան դեպի ձախ դեպի աջ ներողություն իրենից ուղարկեց գնդակը Բեգոյանին, Բեգոյանն էլ թողեց գնդակը Ուլուխանյանին, կրկին Բեգոյան խաղարկում է Վիլյարեալը գնդակը Բեգոյան փոխանցում, բայց այս փոխանցումը ումերի ուղղված Կարծում եմ մտածեց Բեգոյանը, որ Ավագյանը կգնա միջև վերջ այս փոխանցման հետևից, բայց ամեն դեպքում ուժեղ է ստացվել փոխանցումը ու Լեռնային Արցախը սկսում է երթական գրոններից մեկը Աբրահամյան, բայց այստեղ ուժեղ ստացվեց այս փոխանցում ու Եզից արդեն նետելու է Վիլյարեալը Բեգոյանն է կատարում եզրային նետումը Ավագյանին, կրկին Բեգոյան, կրկին Ավագյան, շատ լավ համագործակցություն, շատ լավ փոխանցում Համբարձումյան, բայց բարձր է ստացվում Համբարձումյանի հարվածը, ինչ խաղարկում իրականացեցին այստեղ Վիլյարեալի ֆուտբոլիստները, բայց Համբարձումյանի կրակոցը բարձր ստացվեց հեռվից ու Էդիկ Խաչատրյանը գնդակ ուղարկում է Մարատ Կարապետյանի ուղղությամբ, թիկունքից Համբարձումյանը լավ աշխատեց Կարապետյանի Համբարձումյան ստացվեց այստեղ առաջ ուղարկել գնդակը, բայց արդյունքում Վիլյարեալի ֆուտբոլիստներից ոչ ոք չկար ու Լեռնային Արցախի մոտ է գնդակը Բաբայան դեպի Տուգանային հրապարակ այստեղ էլ հեռացեց գնդակը Ստեփանյան ու դեպի աջ գնաց գնդակը Բեգոյանի ուղղությամբ Ուլուխանյան Դեպի Ստեփանյանը ու տեսեք ինչ լավ են դուրս գալիս Վիլյարեալի ֆուտբոլիստները այս իրավիճակից Համբարձումյան թողեց Մելքոնյանին գնդակը Մելքոնյանն էլ դեպի Ազատյանը ուղարկեց ու տեսեք գրով որին միանում է նաև Արմեն Ավագյանը Ավագյան լավն էր մտահղացումը բայց փոխանցումը թույլ ստացվեց այստեղ Ավագյանի կատարած Կարամ Կոստանդյան թողեց գնդակը Խաչատրյանին Կոստանդյանով նորից ուղարկում է առաջ, բայց այստեղ Համբարձումյանը լավ գործեց կրկին Ինչ այստեղ Մանգասարյան ամեն ինչ կարգին է Կարո Մանուկյան հեռվից փորձ ու այստեղ անկյունային է այո վաստակում Վիլյարեալը շատ լավ նկատեց Մանուկյանը դատարկ դարպասը ավել ճիշտ կլինի ասել այն առումով որ Խաչատրյանը դուրս էր եկել դարպասից ու փորձեց հեռվից գրավել դարպասը բայց վերջին պահին Էրիկ Խաչատրյանը շեղեց գնդակի ուղղությունը ու անկյունային հիմա Վիլյարեալը կիրականացնի Տեսնում ենք փոխանցում հեռացված է գնդակը Մարատ Կարապետյան Տարավ Կարապետյանը գնդակը ու տեսնենք Համբարձումյանն է շտապում նրա թիկունքից երկու համարների պայքար ընթացավ այս իրավիճակում բայց Կարապետյանի փոխանցումից հետո հետ Հակոբ Համբարձումյանը հեռացեց գնդակը Բաբայան ուժեղ էր այս փոխանցումը Եվ հարված ենք տեսնելու Հարություն Մելքոնյանի պաշտպանած դարպասից Համբարձումյան Փոխանցում առաջ ու շատ լավ փոխանցում դեպի Ավագյանը ստացվեց այստեղ Ավագյան դեպի Բեգոյանը Բեգոյան ու Խաչատրյանը այստեղ հրաշալի սեյվ է կատարում եթե Վիլյարեալը կրկնա պատկերի առավելությունը ապա արդեն Լեռնային Արցախի խնդիրը կբարձրանար այս խաղում ոչ միայն այս խաղում այլ նաև այս ընդհանուր դիմակայությունում այո բայց շատ լավ գործեց Էրիկ Խաչատրյանը այստեղ ու հիմա անկյունայինը տեսնենք Արմեն Ավագյանն է գնդակի մոտ Նա է փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ Կարո Մանուկյանը նույնիսկ այստեղ հարվածեց այո բայց չստացեց Մանուկյանի հարվածը իսկ հիմա դուրս եկել գնդակը դաշտի սահմաններից գրոյ է փորձում հասնել Լեռնային Արցախը բայց Հակոբ Համբարձումյանը չեզոքացեց այդ ամենը Մանուկյան ու այստեղ չստացվեց Մանուկյանի փոխանցումը մի փոքր հաջող եւ տեսեք Խորքից հարված կատարեց Էրիկ Խաչատրյանն ու անկյունային է վաստակում Լեռնային Արցախ այս իրավիճակում ամեն դեպքում Հարություն Մելքոնյանը գնդակը հեռացեց Դաշտի սահմաններից դուրս, այո, ապահովության համար
Ու տեսնենք անկյունային է ինչ կտա արդեն Լեռնային Արցախին։ Ալեն Սարգսյանն է գնդակի մոտ։ Սարգսյան կա փոխանցումը, բայց այստեղ Ստեփանյանը հեռացեց ու արդեն անկյունային կիրականացնի Լեռնային Արցախը հակառակ եզից։ Մարատ Կարապետյանը հիմա էլ կիրականացնի անկյունայինը։ Ցածից այս անգամ փոխանցումը Ուլուխանյանն է հիմա էլ հեռացնում գնդակը, բայց միջ այդ արդեն գնդակը դուրս է եկել այո դաշտի սահմաններից ու հարված է նշանակում մրցավարը Հարություն Մելքոյանի պաշտպանած դարպասից Ազատյան։ Ամբարձումյան կրկին Ազատյան։ Դեպի Ավակյանը մեկ հպումով էլ Ավակյանը Ուլուխանյանին, Ուլուխանյանն էլ մեկ հպումով դեպի Կարո Մանուկյանը, Մանուկյան ու մի փոքր բարձր է ստացվում Մանուկյանի այս փորձը։ Բաբայան թողնում է գնդակը Արթուր Աբրահամյանին ու պետք է իսկապես հիմա Լեռնային Արցախը գնա եւ մտածի երկրորդ գնդակը հեղինակելու մասին, հաշվի հավասարությունը երկրորդ անգամ այս խաղում վերականգնելու մասին, բայց իհարկե հակառակ տեսանկյունից էլ պետք է իհարկե պաշտպանության մասին չմոռանալու առաջինը շեշտը դնել հենց պաշտպանության վրա, այստեղ Սարգսյանը լավ գործեց, բայց փոխանցումը անհաջող է ստացվում։ Սարգսյանի կատարած հիմա նա կրկին վերականգնեց գնդակը, փոխանցեց ու հիմա էլ արդեն Լևոն Ստեփանյանն է հեռացնում գնդակը եզից, այո կնետի Լեռնային Արցախը։ Բաբայան ուղարկեց գնդակը Համբարձումյանին, Մանուկյանն է միջամտում պայքարին։ Բաբայան դեպի Կոստանդյանը, բայց Կոստանդյանի փոխանցման ճանապարհը փակվեց, Աբրահամյան հետ է ուղարկում Էդիկ Խաչատրյանին։ Տեսեք ինչ հաշվ է նկատ փոխանցում էլ Խաչատրյանը կատարեց Մանգասարյանին, Կոստանդյան, Համբարձումյան։ Ուլուխանյանը ամեն դեպքում հեռացեց, այո գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Եզից հիմա կնետեն Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Բայց մինչ այդ փոփոխություն տեղի ունեցավ, Մանգասարյանը լքեց խաղադաշտ ու Արսեն Սարգսյանը նրա փոխարեն վերադարձավ խաղադաշտ, եւս մեկ փոփոխություն տեղի ունեցավ, Ալեն Սարգսյանը լքեց խաղադաշտը ու նրա փոխարեն էլ Հարություն Մանգասարյանը մտավ խաղադաշտ ու Ուլուխանյանը այստեղ լավ գործեց, Ավակյան դեպի Ազատյանն է ուղարկում Ավակյանը գնդակը, Ազատյան շեղ է ստացվում հարված Ազատյանի կատարած։ Ու սկսում է Լեռնային Արցախը եւս մեկ գրոհ լավներ այս փոխանցման մտահղացումը, բայց գնդակը Մանգասարյանին չհասավ Կարո Մանուկյան ու այստեղ Աբրահամյանը ռիսկային գնաց սահանքման, այո, եթե դիպչեր Մանուկյանին, ապա դա 11 մետրանոց կլիներ, իսկ հիմա ինչ է անում Մանուկյանը եւ հարված կլինի դարպասից, այո, հենց Մանուկյանից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Աբրահամյան գլորում է գնդակը Բաբայանի ուղղությամբ։ Դեպի Համբարձումյանը։ Նորից Աբրահամյան։ Խորքից հարված ու Համբարձումյանի վրա ընդունեց այս հարվածը, հակառակ դեպքում իհարկե բարդ է ասել Հարություն Մելքոնյանը կասեր այս գնդակին թե ոչ, իսկ հիմա ինչ է անում Մանուկյանը, Ավակյանը փորձեց թողնել առանց դիպչելու գնդակը Բեգոյանի, բայց Կոստանդյանը մտածել էր այդ ամենը Արսեն Սարգսյանի, իսկ սա խաղի կանոնների խախտում է արդեն այո Ավակյանի կողմից։ Եվ ստանդարտ է վաստակել Լեռնային Արցախը, բավական վտանգավոր դիտքում Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ։
Կա մրցավարի սուլիչը, Սարգսյանը մոտենում է գնդակին, Սարգսյանը հարվածում է դարպասի ուղղությամբ ու այստեղ Մելքոնյանը, այո, ամեն դեպքում միջամտեց այս հարվածին, ինչ հարված էր կատարել Սարգսյանը, անկյունային է վաստակել Լեռնային Արցախը Մարատ Կարապետյանն է գնդակի մոտ։ Կարապետյան նորից ցածից փոխացում ու Համբարձումյանն է հիմա էլ հեռացնում գնդակը, հիմա արդեն անկյունային կիրականացնի Արսեն Սարգսյանը։ Սարգսյանը փոխանցումը կա ու Ուլուխանյանը այստեղ էլ հեռացեց Վալերի Բաբայանն, հետ փոխանցում դեպի Էրիկ Խաչատրյանը կատարեց Բաբայանը։ Ու Խաչատրյանը պարզապես գնդակը ուղարկում է առաջ, այստեղ Ստեփանյանը առաջինն էր երկրորդ հարգում, Ազատյան դեպի Ուլուխանյանը։ Մանուկյանին հասցեագեց Ուլուխանյանն էլ գնդակը, բայց հեռու թողեց մի փոքր Կարո Մանուկյանը գնդակը Խաչատրյան ցածից է ուղարկում գնդակը Մարատ Կարապետյանին, Կարապետյանն էլ դեպի Կոստանդյանը, բայց այո խաղի կանոնների խախտում տեղի էր ունեցել Կարապետյանի դեմ պայքարում Համբարձումյանի կողմից ու դա շատ լավ նկատեց մրցավարը։ Մանգասարյան հարված ու մի փոքր չեղ է ստացվում հիմա էլ Հարություն Մանգասարյանի կատարած հարվածը։ Եվ Հարություն Մելքոնյանը սկսում է դարպասից Ազատյան դեպի Ավակյանը, նորից Ազատյան ու հետ ուղարկեց Ազատյանն էլ գնդակը Հակոբ Համբարձումյանին, կրկին Ազատյան, այո, խաղարկում է առաջում Վիլյարեալը գնդակը նրանք հաղթողի կարգավիճակում են այս պահին։ Կա, այո, կա խաղի կանոնների խախտում Համբարձումյանի կողմից։ Արագորեն խաղարկեց գնդակը Վիլյարեալը, Ավակյանն է ձախ եզրում գնդակով։ Շատ լավ փոխանցում դեպի Ազատյանը կատարեց Ավակյանը, եւս մեկ բարձից այս անգամ փոխանցում հետևեց Ազատյանի կողմից, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս Էրիկ Խաչատրյանը ուղարկում է գնդակը Բաբայանին, Լեռնային Արցախը նետվում է առաջ, Լեռնային Արցախը փորձում է այս խաղում հաշվի հավասարությունը առնվազն վերականգնել, իհարկե Վիլյարեալը ամեն գնով փորձում է գոնե այս ձեռք բերածը պահպանել, հիշեցնեմ, որ դեռ դիմակայությունում կա պատասխան հանդիպում, իսկ հիմա հակագրով Վիլյարեալից, բայց Մանուկյանը չորսած գնդակը Աբրահամյանն էլ ապահովության համար ուղարկեց գնդակը դարպասապահ Խաչատրյանին, Արթուր Աբրահամյան, լավն էր փոխանցումը դեպի աջ Մարատ Կարապետյանն է ընդունել գնդակը, Կարապետյան փոխանցեց նույնիսկ, բայց Համբարձումյանը այստեղ առաջիններով դիպավ գնդակին եւ չեզոքացեց վտակը Արմեն Ավակյան դեպի Բեգոյանը, բայց այստեղ կհասնի արդյոք գնդակին Բեգոյանը, ոչ, ես իսկ կնետի Լեռնային Արցախը։ Եզրային նետում իրականացված է, բայց այստեղ Ազատյանն էր միայն գնդակին տիրելու գործում Ավակյան։ Շատ լավ փոխանցեց Ավակյանը, իսկապես շատ լավ նկատեց Ազատյանի գրոյի միացումը, Ազատյանն է գնդակով, նորից Ավակյան վտանգավոր իրավիճակ է, Ավակյան ու Բաբայանն է փակում գնդակի ճանապարհը, այն վերադառնում է կրկին Վիլյարեալի մոտ, Ուլուխանյան բարձր ուշեղ է ստացվում Ուլուխանյանի կատարած հարվածը։ Այո, թիմերը իսկապես հատկապես Լեռնային Արցախը ցանկանում է հավասարեցնել ու փորձել փրկել այս հանդիպումը, բայց պետք չէ մոռանալ, որ դեռ կա դիմակայությունում պատասխան հանդիպում Սարգսյան հիմա շատ այսպես խորամանկ հարված ստացվեց, ցույց տվեց փոխանցում կատարեց հարված Սարգսյանը ու ամեն դեպքում Մելքոնյանը կրայեց հարվածի ուղղությունը եւ հեռացեց գնդակը, բայց անկյունային է իրականացնելու Արսեն Սարգսյանը, կա փոխանցում վտանգավոր իրավիճակ ու նորից Մելքոնյան ինչ է այստեղ հեռացված է գնդակը։ Եսից է նետելու Լեռնային Արցախը, Բաբայանը նետում է Էրիկ Խաչատրյանին, ստանում պատասխան փոխանցումը նրանից ու կրոս դեպի Տուգանայինի մատույցներ Մելքոնյանը հեռացեց այստեղ գնդակ ու այն ստացվեց փոխանցում Կարո Մանուկյանի համար։ Մանուկյանն ինչ լավ է տեսնում խաղադաշտը, բայց այստեղ փոխանցումը փակվեց Մանուկյանի, հետո էլ եզրային նետում իրականացնի Վիլյարեալը, այո։
Ուլուխանյան, Ազատյան, Ավակյան, լավ խաղարկում էր կրկին Ազատյան և հետ փոխանցում դեպի Հակոբ Համբարձումյանի ուղղությամբ Համբարձումյանն Ստեփանյանն է ուղարկում գնդակը տեսեք ինչ լավ փոխանցում է կատարում Ստեփանյանը Ազատյանին գրովում է ձախ եզրով Վիլյարեալը Ավակյան վտանգավոր է Ավակյան Մանուկյան ու չստացվեց գտնել ցանցը Կարո Մանուկյանի մոտ Արսեն Սարգսյան լավ գործեց այստեղ Մանգասարյանը կա Բաբայանի տարբերակը բայց ուղարկեց Մարատ Կարապետյանին գնդակը Կարապետյանը նոր հասցեագեց Վալերի Բաբայանին բայց այստեղ թույլ ստացվեց Բաբայանի փոխանցում Ուլուխանյան դեպի Արմեն Ավակյանն է ուղարկում գնդակը Ավակյանն էլ դեպի Մանուկյան ու այստեղ Սայթակեց այո Մանուկյանը չկար խաղի կանոնների խախտում Արամ Կոստանցյան ձախ եզրով է Կոստանցյանը միացել գրոյին ու այստեղ Ուլուխանյանը արդեն փակեց գնդակի ճանապարհը իսկ այս փոխանցում ուժեղ ստացվեց Աբրահամյանն ու Մելքոյանն է հեռացում գնդակի շկրակոց կատարեց այստեղ Արտուր Աբրահամյանը բայց Մելքոնյանը իր տեղում էր եւ հեռացեց գնդակը հիմա անկյունային կիրականացնի Լեռնային Արցախը Մարատ Կարապետյանն է գնդակի մոտ բայց փոփոխությունից հետո միայն կխաղարկեն անկյունայինը Արեֆը մտավ խաղադաշտ Վիգեն Բեգոյանի փոխարեն Կա Սուլիչը Կարապետյան բարձից ու այստեղ Ստեփանյանն առաջինն է արձագանքում գնդակին Ազատյան այստեղ էլ չկա ոչինչ Կարապետյան եւս մեկ փոխանցում ու Ուլուխանյանն է հեռացնում գնդակը եզից են հետելու Լեռնային Արցախը Բաբայան Աբրահամյանն հետ խաղարկեց գնդակը ու Մանուկյանից այո դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս եզից կնետի կրկին Լեռնային Արցախը Աբրահամյան ուժեղ փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Մելքոնյանն է հեռացնում գնդակը Արմեն Ավակյան ու այո պարզապես առաջ բայց ոչ հասարակ փոխանցում դա Մանուկյանի համար է նախատեսված Բաբայանը հեռացեց բայց ոչ այնքան հաջող իսկ ավելի անհաջող էր Ազատյանի կատարած փոխանցումը այստեղ այո վերջին ուժերն են թիմերը ներդրել խաղադաշտում 4 րոպեից մի փոքր ավելի քիչ է մնացել արդեն հանդիպման ավարտին այդքան ունի տրամադրության տակ Լեռնային Արցախը այս խաղում պարտությունից խուսափելու համար այդքան ունի տրամադրության տակ Վիլյարեալը այս ձեռք բերած առավելությունը պահելու համար հիմա Ստեփանյանը խաղացեց Սարգսյանի դեմ խաղի կանոնները ու ստանդարտ է վաստակում Լեռնային Արցախը բավական վտանգավոր դիրքում այո ստանդարտները կարող են գուցե փոփոխության գալ թիմերին ու հենց Արսեն Սարգսյանն էլ կիրականացնի այս ստանդարտը կա մրցավարի Սուլիչը Արսեն Սարգսյան հարվածը նույնպես ու դարպասածողն է հիմա էլ օգնում Վիլյարեալին բայց եզից կնետի Լեռնային Արցախը այո այնտեղ դիպավ Վիլյարեալի ֆուտբոլիստին գնդակը բայց հիմա հասկանանք Հակոբ Համբարձումյանն ինչ պատահեց հարված ստացավ Համբարձումյանը ու ամեն ինչ հիմա այո կարգին է Համբարձումյան հետ դա ամենակարևորն է նոր դրանից հետո կիրականացնի Լեռնային Արցախի եզրային նետումը կա Սուլիչը Աբրահամյանն է նետում շատ ուժեղ փոխանցում եւս մեկ անգամ ու Մելքոնյան այո ֆիքսեց այստեղ գնդակը թույլ չտվեց ոչ մեկին հարված կատարել հիմա էլ մրցավարը դադարեցնում է հանդիպումը հասկանանք ինչ է պատահել Ուլուխանյանին ամեն ինչ կարգին է Ուլուխանյանի հետ ու արդեն գրոյ է փորձում հասնել Վիլյարեալը 3 րոպե այո Մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը Մելքոնյան ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու անհաջող Ազատյանի համար եւ եզից նետելու են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները
Աբրահամյան հետ ուղարկեց գնդակը Կոստանդյանին, նորից Աբրահամյան փոխանցում ու հիմա էլ Ավագյանն է փակում փոխանցման ճանապարհը եզից նետելու է կրկին Լեռնային Արցախը, կրկին Աբրահամյանն է նետում, բայց Ուլուխանյանը հեռացեց գնդակը Կոստանդյան դեպի Արսեն Սարգսյանը Սարգսյան կրունկով էր մտածել փոխանցել չստացվեց ու հիմա հակակրողում է Վիլյարեալը 3-2-ի դիմաց Ավագյան հարված ու 3-1 կրկնապատկում է Արմեն Ավագյանը Վիլյարեալի առավելությունը Արմեն Ավագյան 3-1 Վիլյարեալը վերջամասում մեծացրեց իր առավելությունը մեկ գնդակը վերածելով 2-ի ու ավելի բարդ իրավիճակում գցելով Լեռնային Արցախին այո գնաց Արցախը պատասխանը խփելու ետևից բայց բաց թողեցին Երրորդը ու Արմեն Ավագյանի գրագետ գործողությունը 3 ֆուտբոլիստով շարժվեցին առաջ Ավագյանը թե աջ թե ձախ կարող էր փոխանցել բոլոր պաշտպանները բացազատվեցին Ավագյանից դեպի աջ դեպի ձախ ու արդյունքում Ավագյանը հենց հարված կատարեց ոչ մի շանս չտալով այստեղ ոչ ոքի ու գրավեց Լեռնային Արցախի դարպասը Վիլյարեալը երկու գնդակի առավելություն է ստանում առաջին խաղում եւ առաջին հանդիպման վերջին րոպեն արդեն մեկ տարկում է Հիմա արդեն Լեռնային Արցախի խնդիրը այլ է, պետք է փորձեն գոնե պարտվել այս խաղում մեկ գնդակի տարբերությամբ ոչ թե երկու, դա ավելի իհարկե կհեշտացնի մի փոքր Լեռնային Արցախի խնդիրը պատասխան խաղից առաջ Արսեն Սարգսյան կա փոխանցում, բայց այստեղ արևտ է Փակում գնդակի ճանապարհը Ուլուխանյան դեպի Մելքոնյանը հեռացման փորձ մի փոքր առաջող, բայց Կարո Մանուկյանը Ամեն դեպքում այստեղ ավելացեց գնդակի ընթացքը ու հիմա էլ Բաբայանը ուղարկեց Խաչատրյանին, բայց վերջ սուլեց մրցավարը հանդիպումը հենց այստեղ ավարտվում է դիմակայության առաջին խաղում 3-1 հաշվով հաղթում է Վիլյարեալը եւ այս դիմակայության պատասխան հանդիպման ականատեսը կլինենք հաջորդ իսկ շաբաթ խաղային շաբաթ այս հանդիպումով մեզ մոտ ավարտվում է բարի գիշեր ու ամենայն բարի